Ողջույն հարազատներ, հուսով եմ բոլորդ լավ եք, հերկին ձերդ ես եմ, ողջունում եմ բոլոր մեր հայ ժողովրդին, իմ ազգակիցներին, ողջունում եմ հատկապես ալիքի հետևորդներին, ողջունում եմ ալիքին նոր միացած մեր հետևորդներին, հուսով եմ երկար կմնաք ալիքի հետ, շնորհակալ եմ, որ միացել եք ալիքին, եթե ձեզ դուր են գալի վիդեոները, սեղմեք հավանելու կոճակը, կարող եք սեղմել նաև զանգակի կոճակը, որպեսզի առաջին իմանաք նոր վիդեոների մասին։ Խնդրած կլինեմ բոլոր այն մեր հայրենակիցներին, ովքեր դիտում են իմ վիդեոները, բայց դեռ գրանցված չեն ալիքին, գրանցվել ալիքին, դուք նույնպես խնդրած կլինեմ սեղմեք զանգակի կոճակը, հավանելու կոճակը եւ նաև գրանցվելու կոճակը։ Դա ինձ շատ է օգնում, ինձ մոտիվացնում է, ես ավելի ոգևորվում եմ, փորձում եմ ավելի շատ վիդեոներ ավելի հաճախ տեղադրել։ Մի խոսքով շնորհակալ եմ բոլորից հետ ու կրկին անգամ ողջունում եմ բոլորին։ Ուրբաթ օրը այսօր, ուրեմն առավոտյան շուտ պետքա դուրս գայի, որովհետև ռեզերվ ունեի, ոգևորված դուրս եկա, ժամը 5-ն էր թե 6-ն, չեմ էլ հիշում արդեն ու նստեցի մեքենան, արդեն պետքա շարժեմ ու այ քեզ զարմանք, երբ որ տեսա, որ ռեզերվեյշնս ուղղակի անհետացել է, չկա ոչ քենսելի ինչ-որ հաղորդագրություն, որ քենսել է արվել կամ մի բան է փոխվել, ուղղակի անհետացել է։ Իմիջայլուց տղեկից կան էլի ինձ ասել են այդ մասին, որ իրանց մոտ էլ այլում մի խնդիրը հաճախ անհետանում է, ուղղակի իմ հոտ երևի երկրորդ անգամ էր սս բանային, ուղղակի այդ ռեզերվը անհետանում է։ Մի խոսքով ինչ ասեմ, տենց հիասթափված սպասեցի երկար, ոչ մի պատվեր չկար քանի ժամ, ուրեմն նոր իջել եմ downtown, առաջի պատվերը նոր արեցի, իջա downtown, տեսնենք ստեղ ոնց կլինի։ Մի քիչ ուզում եմ խոսալ գործի մասին, ովքեր աշխատում են, վարում են, իհարկե տեղյակ են, գիտեն իրենց, ոնց որ ասում են, իրենց մաշկի վրա զգում են, ովքեր չգիտեն, ուզում տեղեկացնեմ, որ ահավոր վատ վիճակ է, գործը ահավոր թույլ է, ոչ մի պատվեր չկա, ամբողջ, հիշեք իմ նախորդ վիդեոներից մեկում ասում եմ, լինում են օրեր էին լինում, որ մենք 14-15 ժամով աշխատում ենք 170 կամ $200 համար, այդ օրերը հետ են եկել, ասեմ, այդ այնց ստիպված մարդիկ կոմֆորտ, Excel, նույնիսկ Excel միացնում քշում, որ գոնե մի բան ստացվի։ Անընդհատ կապի մեջ եմ բոլորի հետ, բոլորն էլ նույն բանն են ասում, շատ ահավոր վիճակ է։ Տեսնենք ինչքան է այս երկար է տևելու, ինչքան է այս ամեն ինչը շարունակվելու դեռ։ Ես ճիշտն ասած մի պահ ոնց որ ասած գործից ոգևորված, որտեվ մի հատված հիշեք իմ վիդեոներում խոսել եմ այդ մասին, բավականին լավ էր գործը ու ասենք ես գոհ էի սի մեքենայով քշում էի, աշխատում էի, զգում էի ոնց որ ասած բաները տարբերությունը ու արդեն մտքեր ունեի, ուզում էի ճիշտ ասած մի հատ էլ մեքենա գնեի ու նախ առաջին հերթին որպեսզի իմ մեքենան թարմացնեմ, երկրորդն էլ իմ այդ ֆլիթը մեծացնեմ, բայց ճիշտը որ ասեմ, այսօրվա այս վիճակով, անորոշ ու վատ վիճակով, ընդհանրապես մտքա փոխվել եմ, ընդհանրապես միտք չունեմ մեքենա գնելու, այս պայմաններում, եթե ոչինչ չփոխվի, նույնիսկ միտք չունեմ այս մեքենան, երբ որ ժամանակը գա փոխելու, եթե ոչ մի բան չփոխվեց ու սենց վատ մնաց վիճակը, երևի էլ ոչ էլ կգնեմ մեքենա, բայց դե հիմա հիմիկվա հարց չի, դեռ ունեմ, չքան ունեմ, 2.5-3 տարի ունեմ դեռ այդ մասին մտածելու, մեքենաս դեռ այդքան կմնա բլեքի տակ, բայց դե այս վիճակով չգիտեմ ինչա սպասվում ես, բայց լավ չի, ուրեմն ասեմ, որ իմանաք, լավ չի, ես իմ վիդեո երկար չտեղադրելու պատճառը գլխավոր հենց դա էլ է, որտեվ ոչ մի բան չկա, ոչինչ չկա, ես էլ ինչքան
կարամ նստեմ մեքենայի մեջ, սպասեմ կամ միացնեմ անդադ խոսամ ձեր գլուխը տանեմ, այնպես որ այդ անցանք առաջ, հուսով եմ Աստված տա լավ կլինի, կփոխվի այս ամեն ինչը, որտեվ դե գիտեք, ամեն ինչը կապ ունի իրականում բռնած պատերազմներից, ինչը որ հիմա տեղի ունենում երկրի ներքաղաքական այս խառը վիճակից, ամեն ինչը իհարկե ազդում է ում վրա, բնականաբար միջին խավի վրա, որը որ աշխատող ապրող, աշխատավարձով ապրող սովորական ժողովուրդն է մենք ու դա իհարկե մեծ ազդեցություն ունենում հատկապես մեր վրա։ Բայց հուսով եմ նորից եմ կրկնում այս ամեն ինչը շուտ կավարտվի, նորից հետ կգանք մեր վատ թե լավ բնականon կյանքին։ Տեսնենք ինչ է մեզ սպասվում։ Մի բան էլ էի ուզում ասել, իմիջիայլոց ես ուրեմն խոսել եմ այդ մասին իմ նախորդ վիդեոներում, որ միտք ունեմ ուրեմն մոտոյի հետ կապված տենց վիդեոներ անել եւ այլն։ Ուզում եմ ձեզ ասել, որ աշխատում եմ, որ նոր ալիքի վրա եմ աշխատում, նոր YouTube-ի ալիք եմ որոշել բացել, որը որ մոտոյի հետ է կապված, ու մոտոյի հետ կապված, սենց ասած, մոտոյով ճանապարհորդելու հետ կապված, որովհետև որոշել եմ մոտոցիկլով գնալ ճանապարհորդել, ձեզ էլ ցույց տալ այդ ամեն ինչը, եւ չգիտեմ, ձեր գնահատականը կտակ, հավանում եք, չեք հավանում, ես հիմա մի կարճ տենց հատված նկարել եմ, ստեղ կտեղադրեմ, Ժողովուրդ ջան, բարև ձեզ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Դե ինչ ժողովուրդ ջան, փորձում ենք ուրեմն գիշերային նկարահանումը, տեսնենք կամերան ոնց է իրան պահում այդ գիշերային թույլ լույսի ժամանակ։ Վնայ ձեզ ցույց տալ ձեր կարծիքը իմանալ այդ մասին, իհարկե կգնեն գտնվեն մարդիկ, համոզված եմ մեր դիտողների շարքում, որ հետաքրքրված են մոտոցիկլներով, սիրում են, կան կգնեն մարդիկ, ովքեր ում հետաքրքիր չի բնական է, դրա համար ես սկզբում առաջ այդ կարճ հատվածը ստեղ կտեղադրեմ, բայց այդ վերջնականը չէ, ես ուղղակի վիդեոն սենց տեսախցիկները տեղադրել եմ, որպեսզի այդ հասկանամ ոնց է ճիշտ ու հիմա ավելի լավ է, այս վիդեոից հետո ավելի լավ եմ արել, ավելի տակիկ կստացվի համոզված եմ, բայց այս վիդեոն մի հատ կարճ կտնեմ, դուք էլ տեսեք, գնահատեք, չգիտեմ, ուզենայիք սենց ավելի շատ վիդեոներ, ես ընդեղ առանձնապես տենց չգիտեմ ինչեր չեմ խոսում կամ ներկայացնում, ուղղակի դրել եմ կամերաները, զուտ քաղաքում տենց քշել եմ մի քիչ, որ հասկանամ ոնց է, ինչ է, ձեզ էլ ցույց տամ, դուք էլ ձեր կարծիքը ասեք։ Կդնեմ, կտեսնեք ու կխնդրեմ ինձ ասեք, որտեվ սկզբում ես մտածում էի, որ սենց զուգահեռ այս ալիքում այն էլ տեղադրեմ, այս էլ տեղադրեմ, որտեվ դե հիմա բնական է, մոտոն ունեմ, մեկ-մեկ քշում եմ, էդ էլ էի ուզում տեղադրել, բայց հետո մտածեցի ավելի ճիշտ կլինի, որ առանձին ալիք լինի, որ սրա հետ կապ չունի, որ մարդիկ, ասենք, ում որը հետաքրքրում է, այն նայի, նույն ալիքում ամեն ինչ կուտակ եմ։ Մի խոսքով, նայեք վիդեոն, վերջում ձեր կարծիքը գրեք, այսօր մեզ չի սպասվում մոտոյով ճանապարհորդություն, որովհետև ունենք այն ինչ ունենք գործ, ունենք դատարկ քաղաք, ու ունենք լիքը բիլեր, որը պետք է մուծվի։ Դրա համար այսօր աշխատանքային։
Գնացինք Thank you. Have a good day. Thank you. Առաջին պատվերը իջացրեցի downtown ու հետ եկա քշելով մինչև Հոլիվուդ։ Հոլիվուդից երկրորդ պատվերը վերցրեցի, նորից downtown իջացրեցի ու դեռ այդքանը հələ որ բան չկա, քաղաքն էլ sense կիսադատարկ վիճակ է, մի տեսակ, չգիտեմ ինչ է սպասվում, առանձնապես մեծ հույսեր չունեմ, չգիտեմ, ինչ-որ յուրահատուկ հրաշքոր, sense twin goals բանման, չէ, այդպես բաներ չկա, չեմ սպասում։ Ու քանի sense բարա սպասում եմ պատվերի, որոշեցի մի թեմայի շուրջ զրուցեի, մի քանի անգամ ճիշտն ասած փորձել եմ այդ թեմային անդրադառնալ, վիդեո եմ արել, հետո փոշմանել եմ, ջնջել եմ, նորից արել եմ, նորից ջնջել եմ, բայց որոշեցի անդրադառնալ, որովհետև իրոք չեմ հասկանում, իմաստը չեմ հասկանում դրա, բոլորդ էլ գիտեք, բոլորդ էլ տեսնում եք, ես մաքսիմալ պահում եմ, ուրեմն կոռեկտության սահմանները, երբեք ոչ մի ավելորդություն ինձ թույլ չեմ տալիս, փորձում եմ հնարավորինս ուրեմն գրագետ ու նորմալ շփում ապահովել ձեր հետ, բայց արի ու տես այդքանից հետո մարդիկ կան դեռ ինչ-որ վիրավորանքներ են գրում իմ հասցեին, ու մարդիկ չեմ կարող ասեմ, մի հոգի է գրել ճիշտն ասած, բայց թեկուզ մի հոգին, ես միշտ էլ ասել եմ, ես ձեր կոմենտներին, կարծիքներին միշտ էլ հատուկ ուշադրություն եմ դարձնում, հատ բոլորը կարդում եմ, որը կարիք կա պատասխանելու պատասխանում եմ, բայց ես մեկին ուղղակի ուզեցա սենց անդրադառնալ, չպատասխանեցի ուրեմն կոմենտների հատվածում։ Մեր հայրենակիցներից մեկը, ենթադրում եմ կին կամ աղջիկ, չգիտեմ, ինձ անվանել էր, այսինքն ինչ չէ, գրած էր կոմենտում, ես ինչ անմակարդակ ու անգրագետ կամկամոց է։ Նախ սկսեմ ուրեմն անմակարդակ անգրագետից, անմակարդակի պահով կներեք իհարկե, որ չեմ կարողանում հասնել ձեր բարձր մակարդակին, փորձում եմ, աշխատում եմ իմ վրա, հուսով եմ մի օր փորձեմ գոնե մոտենալ ձեր մակարդակին, չեմ կարծում կհասնեմ ձեր մակարդակին, չգիտեմ, ես որպես սարկազմ ընդունեք, ուրեմն անգրագետի պահով ասեմ, որ ուրեմն հնարավոր է ես շատ-շատերից համեմատության կարգով, ոչ թե հնարավոր է, այլ տենց էլ կա շատ-շատերից ես բավականին իմ գրագիտությամբ ավելի ցածր մակարդակի վրա եմ գտնվում, քան շատերը, սուպեր գրագետ մարդ չկա, ենթադրում եմ, միշտ էլ մեկը գտնվի, որ մյուսից ավելի գրագետ է ու կրթված, սակայն այդքանով հանդերձ ես ինձ չեմ համարում անգրագետ, ես ստացել եմ բավականին լավ կրթություն ու չեմ նեղվում, չեմ խեղճանում հայոց լեզվից, ու չեմ խեղճանում իմ գիտելիքները բավարար է, որ ես նորմալ շփում ապահովեմ, ես չգիտեմ, որ մասն է անգրագետ, եթե նկատի ունեք, որ բառեր կան, որ ես ճիշտ չեմ արտասանում կամ ճիշտ բառը ճիշտ տեղում պայտակ չեմ օգտագործում, ուրեմն ասեմ ձեզ, ես արդեն 13 տարի բնակվում եմ Միացյալ Նահանգներում, միջև իմ ստեղ տեղափոխվելու ու միջև ես վերջերս էլ ես բավականին վարժ տիրապետել եմ ու տիրապետում եմ հայոց լեզվին, շատ վարժ տիրապետում եմ ռուսերեն լեզվին և նորմալ տիրապետում եմ անգլերենին, չեմ ասում վարժ, որովհետև դա իմ արդեն երրորդ լեզուն է, ես այստեղ եմ տեղափոխվել արդեն բավականին մեծ տարիքում,
ոչ թե որպես պատանի, որ գնայի դպրոց եւ այնտեղ ավելի սովորել եմ իմ սովորած անգլերենի 90%-ը փողոցից է, ասենց ասած փողոցային անգլերենն է, կարող է լինեն գրական բառեր, որ ես չիմանամ կամ չհասկանամ, բայց տիրապետում եմ, չեմ նեղվում ամենայն դեպս այս երկրում ապրելով եւ անգլերեն շփվելով ստեղի ժողովրդի հետ։ Ու դա է պատճառը, որ շատ բառեր կա, որ ես մոռանում եմ պայտակ, որտեվ կոպիտ ասած 3 լեզու խառնվել է իրար իմ գլխի մեջ ու քանի որ ես ավելի շատ, ասենք, դուրսը շփումների մեջ օգտագործում եմ անգլերեն, դրա համար շատ ժամանակ բառեր կա, որ ես արդեն սկսում եմ քիչ-քիչ մոռանալ, բայց աշխատում եմ վերհիշել այդ ամեն ինչը, սակայն տենց է, հիմա դրա դեմ ոչ մի բան չես կանես, պրակտիկան շատ ավելի քիչ է, քան մյուս լեզուն, ասենք, դրա համար այդ լեզուն ավելի գնում է, ոնց որ բառեր կա, որ դու արդեն անգլերենով ես այդ բառը հիշում, հայերենով պայտակ մոռանում ես, դրա հետ է կապված նաև այդ ձեր, որ ասում եք կմկմոց ասելը, ես բառեր կա, որ պայտակ չեմ կարողանում հիշել, սակայն չեմ էլ ուզում դրա ռուսերեն կամ անգլերեն տարբերակ ասել, պաուզա եմ տալի, որպեսզի հիշեմ այդ բառը ոնց էր հայերեն։ Դրա պահով նաև ասեմ մյուսը, սա գեղարվեստական ֆիլմ չի, նախապես պատրաստված ինչ-որ հաղորդում կամ ծրագիր չի, ես չունեմ սցենարիստ, ես չունեմ օպերատոր, ռեժիսոր ու տենց լիքը բաներ, որ պետք է պրոֆեսիոնալ ֆիլմ ստանալու համար, ես ամեն ինչ անում եմ ինքնուրույն, ուղղակի տեսախցիկի առջև միացնում եմ տեսախցիկը եւ այդ պահին ինչ իմ մտքին կա, ձեր հետ կիսվում եմ, ձեր հետ խոսում եմ ու փորձում եմ ապահովել, պահել այդ բնական շփումը, ոչ թե ինչ-որ սենց տեքստեր անգիր անեմ ու սենց գեղեցիկ շարեմ իրար կողք նախադասությունները, կարամ տենց էլ անեմ, բայց չեմ կարծում, որ այդ սենց կստացվի ինչ-որ մի բնական շփում ձեր հետ, կարող ես այդ պահին ուրիշ բան եմ մտածում, բայց տեքստով ուրիշ բան ա գրած, ես տենց չէի ուզի, ուղղակի ուզում եմ ձեր հետ կիսվեմ այդ պահին ինչա իմ մտքում։ Ու ես նորից եմ կրկնում, էլի եմ ասել, միշտ էլ ասել եմ այդ մասին, ես դեմ չեմ, նույնիսկ ողջունում եմ բացասական կարծիքը, անհամաձայնությունը իմ հետ, որովհետև այդ ամեն ինչից ես քաղում եմ ինձ օգտակարը, փորձում եմ մի բան վերցնել, սովորել, ուղղել, շտկել, որպեսզի ավելի հետաքրքիր դառնա այդ ամեն ինչը ու ավելի ձեզ հաճելի, բայց միշտ չեմ ընդունել ու չեմ ընդունում, որ այս ամեն ինչը տեղափոխում են անձնական դաշտ, մարդուն վիրավորելով, անգրագետ կամ չգիտեմ ինչ, անմակարդակ, կմկմոց կարող է կմկմոցը ձեզ ծանոթ է, ասենք թվացել, որ ես կմկմացել եմ այդ բանին, կարող է մենք իրար հետ ինչ-որ մի տեղ ինչ-որ սենց կմկմացել ենք շատ հաճելի ու տպավորվել է ձեր հիշողությունների մեջ, հիմա դուք վերհիշում եք դա ձեր խնդիրն է, բայց խնդրած կրնեմ մյուս անգամ անձնական դաշտ չմտնել անձերին, ինձ կլնի, թե մյուս ուրիշ հետևորդներին կլնի, կամ այն մարդկանց մասին կլնի ու մասին, որ ես խոսում եմ, խնդրած կրնեմ անձնապես մարդկանց չվիրավորել, թե չէ արդեն ես էլ դուրս կգամ կոռեկտության բոլոր սահմաններից ու նույն ձևի պատասխան կտամ ու հավատացեք այդ պատասխանը ընդհանրապես ձեզ դուր չի գա, որտեվ ես ինչքան փորձում եմ գրագետ խոսալ, փորձում եմ ամեն ինչը ավելի sense կոռեկտ ցույց տալ, բայց երբ որ սահմանը անցնեք, հավատացեք այդ ամեն ինչը լրիվ հակառակ էֆեկտ կտա ու ես ցույց կտամ իմ վատ կողմը, որը չեմ ցանկանա, որ ինչ-որ մեկը տեսնի։ Ինձ ճիշտ հասկացեք, ժողովուրդ, սա իհարկե որ sense դիմում եմ բոլորիդ չի վերաբերվում դա, որտեվ իմ հետևորդների, դիտորդների մեծ մասը բոլորն էլ կոռեկտ, չափած ձևած, խելացի մարդիկ են, շատերին ես անձամբ եմ ճանաչում, ում էլ չեմ ճանաչում, սենց վիրտուալ շփումով եմ ճանաչում ու շատ հաճելի տպավորություն ունեմ ու այդ ուղղակի հատուկ ենք մարդկանց է վերաբերվում ես իմ ասացի ինչը որ ես նախորդ թիվը ասեցի
որպեսզի չանցնեն այդ սահմանը ու մարդկանց անձը չվիրավորեն, նայեք ես ինձ ընդհանրապես դուր չի եկել այդ կոմենտը, ես շատ վատ անդրադարձ էին վրա, ես շատ էի մտածում, որ շատ կոպիտ պատասխան եմ այս ամեն ինչին, բայց այսքանով կեզրափակվեմ։ Այդքանը եկեք պահենք այդ բարեկարգության այդ սահմանը, չվիրավորենք իրար, սիրենք իրար կարևորը, որտեվ տենում եք այսօր ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, ինչ վիճակ է, հատկապես մեր երկրի հետ կապված այն տպավորությունը, որ սենց ամբողջ աշխարհը դուրս է եկել մեր երկրի դեմ, ու այս բանը շատ կարևոր է, որպեսզի մենք լինենք համախմբված ու մենք իրար դեմ դուրս չգանք, հակառակը իրար սիրենք, իրար հարգենք ու մեկս մյուսին բարձրացնենք, ոչ թե առիթ մանգանք, որ ինչ-որ մեկին գցենք, տրորենք ու վատաբանենք, էդի հեշտ է, էդի միշտ էլ կարա կանեք ու ում էլ ուզես միշտ մի բան կարաս գտնես, որ այդ մարդուն սենց ցածրացնես իրան ուրիշների աչքերում կամ ավելի դժվար է, ասենք, այդ լավ ջերմ հարաբերությունները պահելը, այդ ավելի դժվար է։ Եթե այդ ամեն ինչը կարողանում եք անեք, դուք իրոք ձեզ կարաք համարեք մեծատառով մարդ։ Ես դրան շատ մեծ կարևորություն եմ տալի։ Մանավանդ տեսնում եմ ինչա կատարվում թե մեր համայնքում, ինչպես են իրար մարդիկ ուտում, սենց բաների մեջ մտնում իրար հետ, փոխանակ իրար ասենք թեւուտիկուն կրնեն։ Նույնը նաև Հայաստանում է, նույնը նաև Ռուսաստանում է։ Մեր համայնքների մեծ մասում է տենց, մեր երկրում է տենց։ Ես էլ լավ գիտեմ, ես ապրել եմ այնտեղ երկար տարիներ, իմ կյանքի մեծ մասից Հայաստանում եմ ապրել։ Ու այնտեղից երբ որ եկա այստեղ մտածում եմ, որ ես այդ ամեն ինչից պրծա, բայց արի ուտես, որ ավելի վատ վիճակ է այստեղ։ Նենց որ ժողովուրդ ջան, նորից ես խնդրում եմ, եկեք այդ ես չգիտեմ, ես տվյալ մարդուն կարող է ինչ-որ մի կյանքի մի հատվածում մի բան եղել է, որ այդ մարդը ինձ ինչ-որ տանել չի կարողանում կամ ինչ-որ մի սխալ քայլ եմ արել, բայց ասենք ես իմ սխալ քայլերը ամենայն դեպս երբեք չեմ թողում սենց անպատասխան։ Ես միշտ էլ եթե մի ազգում եմ, որ սխալ եմ արել, ես իմ արած սխալի համար միշտ էլ ներողություն խնդրում եմ։ Քանը սպասենք, հիմա տեսնենք մեզ ուրիշ ինչ պատվեր, անակնկալ է սպասվում ու բռիչ չնայած նորից եմ կրկնում, ոչ մի ինչ-որ սպասումներ չունեմ։ Վերջապես այսքան ժամից հետո կարճ պատվեր եկել եմ West Hollywood. Thank you, have a good day. Մենք տեսնենք ստեղից ինչ ա լինելու։ Հիմա լոգիկայով ու այդ պիկ ժամի այդ պիկ ժամն է, մի խոսքով տեսնենք այս պիկ ժամը մեր համար ինչքան է պիկ լինելու, բայց շատ ահավոր վիճակ է, ահավոր։ Ես ներողություն եմ խնդրում, ես այսքան շատ կրկնում եմ, ես ուղղակի սենց զզված հոգնած վիճակ է, որ այսքան ժամ դրսերը թափառելով ոչ մի բան չի լինում, ասենք, չի ստացվում, էլի գործ չկա։ Տեսնենք ստեղից ինչ ա լինում։ Նորից հետ եկա Hollywood, West Hollywood-ից սենց երկու հատ կարճ պատվեր, մի հատ ընդեղից ընդեղ, մի հատ էլ ընդեղից ընդեղ։ Կարճ ասելով ինքը տարածությունն է կարճ, գումարն է քիչ, բայց ճանապարհը, ասենք,
խցանում է էլի 20 րոպե գնում ես 25 րոպե գնում ես 4 մայլ 5 մայլ որ ասեմ կարճ նկատի ունեմ այդ որ գումարն է ու ճանապարհը էլի թե չէ ժամանակը նոր օրինակ 25 րոպե մոտավորապես տևեց մինչև եկա 4 ու քանի մայլ է կարճ չի էլի հիմա դեպի ճիշտ ասած գնում եմ Burbank North Hollywood-ի կողմ որովհետև մեքենայից վրա ճիշտ ասած այն օրը տարել էի մեքենան brake pad-երը փոխելու բան կալոտկիկ մեր դեզվով ասած կալոտկիկ փոխելու յուղը փոխելու ու տենց պարզվեց որ խոսքով այնտեղ մաս ունեմ որը պետքա փոխվի ավտոյի վրա հիմա ասենց հայերեն ես չգիտեմ որ նույնիսկ իմանամ էլ երևի շատերը չեն էլ իմանա էդի որն է մեր խոսակցականով ասած շարավոյ է պետք է փոխվի ավտոյից վրա շարավոն հիմա գնում եմ այնտեղ մասը դիլերից պատվիրել ենք ոնց որ թե արդեն հասել է տեղում է գնամ հիմա տղեն փոխի այդ գործը ժամ ու կեսով դուրս եմ տալիս դա արդեն երեկոյան արդեն նորից պետք է կամ կփորձեմ աշխատել, տեսնենք ինչքանով կստացվի դա ինձ մոտ։ Thank you. Have a nice evening. Ինչ հարազատներ, բարի երեկո, ես կրկին հետ եկա, գնացի տուն, երջամ 40 րոպե երևի մնացի ու մի անգամից պատվեր տվեց այդ Հոլիվուդ, եկա Հոլիվուդ, նոր իջացրեցի այդ պատվերը ու մի անգամից այս նույն տեղից որտեղ որ իջացրեցի պատվեր տվեց գնալու ենք 6 մայլ, չգիտեմ ու You too. Thank you. Bye. Հասանք downtown, խնդրեմ տեսեք ինչ է այստեղ կատարվում մեծ ինչ-որ հսկայական մեծ պարքի է չասեցի ստեղ ժողովրդին հիմա երևի փախնենք ստեղից արդեն իրոք գժանոց է դա նայ չգիտեմ երևում է թե չէ վիդեոյի մեջ նայեք մարդկանց քանակը որ վերջ չունենա
Քաղաքում ինչ-որ աշխուժություն ա նկատվում, արդեն գիտեք ոնց է, սենց օրերին են, որ նոստալգիկ տրամադրություն ա մարդու մոտ գալիս, որ հիշում ես են ժամանակները, երբ որ քաղաքը աշխուժ էր, լիքը մարդ կար, լիքը շարժ կար, լիքը գործ կար, ու ասենք ահագին ժամանակ դատարկություն ա, ու այսօր ասենք էլի սենց խառը սենց ինչ-որ աժոտաժ ա տիրում քաղաքում, բարի լավ իմաստով, ամենտեղ ինչ-որ էլի տենց բար ռեստորանները լիքը մարդ, մի քանի տեղեր ոնց որ համերգներ կա տարբեր, հետի շատ լավ ա, հիմա ես ասած, ճիշտն ասած Հոլիվուդից դեպի Վեսթ Հոլիվուդի կողմ եմ շարժվում, տեսնենք էլի կարող ա այսօր բացառություն լինի, այսօր լավ լինի, գործ լինի, գոնե այսքան չարչարանքը ջուրը չգնա, առավոտից դերնա գիտեք դուրսն եմ, ընդամենը կես ժամով մթատում ու դուրս եկա շուտ, հիմա շարժվում եմ դեպի ուրեմն Վեսթ Հոլիվուդի կողմ, տեսնենք ինչ ա մեզ սպասվում, իմիջայլոտ, ժողովուրդ ջան, ես ձեզ մի բան էի ուզում ես քանի օր ասեի, ուղղակի չէր ստացվում, որ վիդեոն ձայնագրեի, նոր հիշեցի, քանի դեռ սենց պատտվում ենք, դեռ պատվեր չկա, ես էլ ասեմ, ուրեմն անցած օրը նայում էի, ուրեմն հայտնի մի յութուբեր կա, անգլախոս, ինքը Uber-ի վերաբերյալ վիդեոներ անում ու բավականին շատ հետևորդներ ունի, ահագին մարդ ա դիտում իրա վիդեոները, ճիշտ ասած անունը չեմ հիշում, անկեղծ լինեմ, բայց մի հատ ուրեմն սենց հետաքրքիր բան ասեց, այդ երևի ենթադրեմ ավելի շատ կվերաբերվի սովորական ասենք UberX, Comfort, Excel քշողներին, որտեվ մեր պատվերները սովորաբար այդքան էլ տենց հաճախականությունը շատ չի, որ իրար հետևից չի տալիս, ուրեմն ասում էր, երբ որ դուք վերցնում եք, ասենք ենթադրենք UberX-ով պատվեր եք վերցրել կամ Comfort-ով ինչ որ այա, անպայման ասում է պատվերը վերցնելուց հետո, հենց վերցրեցիք հաճախորդին, տակի տողը բարձրացեք վերև ու գնացեք օֆլայն, անջատեք ծրագիրը, որովհետև ասում է իր ալգորիթմը տենց է աշխատում, նույնքը ընդեղ մանրամասն բացատրում է, եթե ժամանակ լինի, ես ավելի մանրամասն կուսումնասիրեմ, ձեզ ուրեմն թարգմանեմ, ու ինքը ասում է, որ այտենց որ չեք անում, եթե միացած եք թողում, բոլոր մանր պատվերները, վատ պատվերները ձեզ է գալիս, ինչ-որ եթե դուք անջատում եք, ընդեղ ալգորիթմը չգիտեմ ինչ է անում, մի խոսքով ավելի շատ գումար եք աշխատում տենց, հետո ասում է առաջին հերթին համել դա ապահովության համար է, որովհետև ես վերջերս ինչ-որ դեպք ա եղել, կին Uber-ի վարորդը, այդ քշելու ընթացքում իրան պատվեր ա եկել էլի, հեռախոսին ա նայել, չի տեսել, ինչ-որ վթարի ա ենթարկվել ու հաճախորդը մահացել ա, հենց որ, էդի ուզեցա ուղղակի սենց ասեմ, որ ուզում էի ձեզ ասել, քանի միտս էր, որոշեցի ձեզ կիսվեմ, փորձեք, տեսեք աշխատում ա չի աշխատում, պատվերը վերցնում եք, հաճախորդին վերցրեցիք, մի անգամից օֆլայն գնացեք, տեսեք, օգնի դա թե չէ, իմիջայլոց փորձելուց հետո կոմենտներում գրեք, ես էլ իմանամ դա աշխատում ա թե չէ, տարբերությունը զգում եք, չեք զգում։ Վայենես չեմ սիրում սենց վերջաբան ասեմ, թե ինչ, ասենք ուզում էի ավելի հետաքրքիր վիդեո ստացվեր, ավելի լիքը մարդ կար քաղաքում, սենց ասի լավ ա, հեսա ժողովուրդը կնստենք իշնեն ընդեղ, մի խոսքով, շարժ կար, ես էլ ուզում էի վիդեոս հետաքրքիր մի բան սարքեի, ժողովուրդ, բայց սենց ոչ մի բան չկա, ինձ ոչ մի բան չի տալիս, սենց ասեմ ձեզ, այսօր ուրեմն հունիսի 27-ն է, օրը ուրբաթ, ես խնդրում եմ, եթե տղեկ այսօրը աշխատողներ կան ու համոզված եմ, կան շատ կան, որտև ուրբաթ է ու մի հատ ինձ գրեք այսօր ով
ինչա, ոչ թե գումարի քանակը գրեք, այլ ուղղակի գրեք նորմալ աշխատել եք, գործ եղել է, ոնց է ձեզ տվել է պատվեր, չի տվել պատվեր, որովհետև ինձ սենց ոչ մի բան, անկեղծ եմ ասում, ոչ մի բան չտվեց, ահագին պտտվեցի, Հոլիվուդ, Վեստ Հոլիվուդ, չգիտեմ ես կոմենկոմ, ոչ մի բան չկա, ճիշտը որ ասեմ, ավոր ջղայնացա, հիմա ուղղակի գնում եմ տուն, առայժմ լավ մնացեք, բարի գիշեր։